Կառավարությունը 3 ուղղությամբ կաջակցի բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող տնտեսվարողներին, որոնց տնտեսական գործունեության գործակիցը 90 եւ ավելի տոկոս է։ Առաջինն աշխատանքային միգրանտներն են, որոնց տնտեսվարող ընկերությունները ներգրավել են 2022-ի մարտից եւ նրանց համար մինչեւ այդ պահը եկամտահարկ չի վճարվել։ Աջակցություն է սահմանվել նաեւ նոր աշխատակիցների եւ մասնագիտական կադրերի վերապատրաստման համար։ Աշխատանքային միգրանտների ներգրավման դեպքում եկամտահարկի 60% աջակցություն է տրվել ընկերություններին մինչեւ 2025-ի դեկտեմբերի 31-ը, իսկ 2026-ի հունվարի 1-ից ուղիղ միգրանտներին է տրվելու աջակցությունը։ Ինչ վերաբերում է նոր աշխատակիցներ ներգրավելու պարագայում տնտեսվարող սուբյեկտները կրկին եկամտահարկի 60%-ի չափով պետական աջակցություն են ստանալու, իսկ վերապատրաստման պարագայում ընկերությունները ստանալու են 50%-ի չափով 3 ամիսների համար պետական աջակցության, եկամտահարկի 50%-ի չափով աջակցություն պետության կողմից։ Աջակցությունը կտրամադրվի եռամսյակը 1 ապրիլի 21-ից մայիսի 20 էլեկտրոնային հարթակի միջոցով ընկերությունների տնօրենները, տնտեսվարող սուբյեկտները նրանց լիազորած անձինք կարող են դիմել պետական աջակցությունից օգտվելու համար։ Հուլիսից կգործի ավտոմատ համակարգ։ Աշխատանքային միգրանտը եկել է եւ հունվարից աշխատում ամիս 1 միլիոն դրամ աշխատավարձ ստանում։ Իրաց դեպքում էլ է 20% եկամտային հարկը։ 20% 600,000 եկամտային հարկ է վճարել 3 ամսվա ընթացքում։ 600,000 դրամը 360,000 դրամը այս աջակցության առաջին մասով վերադարձնում ենք դիմելու դեպքում։ 2 հատ ենք վճարում։ 600,000 եկամտային հարկ է վճարել, 720,000 դրամ իրան վերադարձնում ենք։ Ընկերությանը վերադարձնում ենք 720,000, եթե հունվարի 1-ից է։ Եթե մինչև հունվարի 1-ն էր միգրանտ, բնականաբար միայն միգրանտի գծով է ստանալու, այսինքն չի համարվելու նոր աշխատող։ Եթե ապրիլի 1-ից 2-ը։ Բայց հունվարի 1-ից 26 թվականի արդեն ընկերությունը ստանալու է որպես նոր աշխատակից 60%-ի չափով, իսկ միգրանտը ուղիղ հենց աշխատակիցն է ստանալու 60%-ի չափով աջակցությունը։ Հայաստանում կստեղծվի հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամ։ Կառավարության որոշմամբ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Վահագն Թևոսյանը։ 2020-ին ընդունվել է տեսալսողական մեդիայի մասին նոր օրենք, որն ըստ նախարարի իմպերատիվ կերպով պարտադրում էր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաալիքներին, եթերի առնվազն 20%-ը ապահովել հանրօգուտ կոնտենտով։ Հաշվի առնելով միջազգային փորձը, կրթական, գիտական, մշակութային, սպորտային, սոցիալական բովանդակությամբ այն կոնտենտը, որը կամ չի կարողանում կոմերցիոն ուրեմն գործիքներից օգտվելով գումար գեներացնել կամ շատ բարդ է։ Կարգավորումներն ըստ նախարարի նաև գովազդային շուկայում սահմանափակումները որոշակի իրողություններ են ստեղծել, ստիպել առաջարկել լուծումներ, նաև աջակցել հեռարձակողներին, ապահովելու այդ առնվազն 20% հանրօգուտ բովանդակությունը։ Ի պատասխան վարչապետի հարցի նախարարը մանրամասնեց, հանրօգուտ կոնտենտը մշակութային բովանդակություն ունեցող կրթական, ուսումնական, գիտական եւ մարզական բաղադրիչով եթերի հեռարձակումն է։ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը իր ռադիո մոնիթորինգի արդյունքում մշտադիտարկման արդյունքում յուրաքանչյուր ամիս համապատասխան զեկույց է պատրաստում յուրաքանչյուր հեռուստաալիքի վերաբերյալ արդյոք տվյալ հեռուստաալիքը կարողանում է ապահովել իր նվազագույն 20%-ը եթերի հանրօգուտ կոնտենտը, որը որպես կանոն, որպես այդպեսին այդքան էլ գրավիչ չէ վաճառքի տեսանկյունից։ Սակայն մենք օրենսդրությունը մշակելիս կարևորել ենք, որ պետք է առնվազագույն շերմ սահմանվի այդ օրինակ բովանդակությամբ եթերի համար, հեռուստադիտողի համար, որը բնականաբար այս գործիքակազմով մենք առաջարկում ենք ուրեմն աջակցել եւ խրախուսել ընկերություններին բարձրացնել այդ 20%-ի շեմը եւ սրանով բնականաբար վերափոխել նաեւ եթերի որակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց հիմնադրամի համար նշանակություն ունենալու է արդյոք այդ բովանդակությունը նայող կա թե ոչ։ Նախարարի խոսքով դիտումների չափումը կանոնադրությամբ ամրագրված չէ։ Ընթացակարգային հարցերը պետք է սահմանի հիմնադրամի խորհուրդը։ Ես չեմ հասկանում, այս մտածողությունը որտեղից է Հայաստան, որ ասում են դե եկեք բան ներկայացում բեմադրենք, ոչինչ, թող մարդ չգա նայի, որ կարևորն է նա, որ դա տեն շատ հանրօգուտ եւ բարձր մշակութային Ժորժ ջան, մարդու համար է այդ ամեն ինչը։ Եվ կներեք համաձայն չեմ ձեզ հետ, որ բանի այդ հանրօգուտ դուք նշեցիք գիտական։ Այսօր բանում YouTube-ում գիտական բովանդակությամբ նյութեր կան, միլիոնավոր դիտումներ ունեն։ Մարզականը այդ երբանից է, որ մարզականը բան չի հետաքրքրում մարդկանց։
Մշակութային բաներ կան, կոնտենտ կա, միլիոնավոր դիտումներ ունեն։ Ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը։ Այնա հիմա էլ կա հերարցակում էլի օթում այդ բանը, այդ բովանդակությունը պատտվում է, ով հետևից վազի կբռնի։ Ես համաձայն չեմ, կանոնադրության մեջ չկա, ինչի չկա կանոնադրության մեջ։ Բա փողը տալիս ենք, մենք ենք տալիս։ Այո, կառավարություն։ Բա փողը տալիս ենք, արդյունքի հետևից պետքա գնանք։ Հեռուստաարտադրանքը ըստ վարչապետի մարդու համար է, այդ թվում պետության քաղաքականությունները տեղ հասցնելու համար։ Էս ում համար է։ Հեռուստա ընկերությունների, թե հեռուստա դիտողների համար։ Եթե հեռուստա ընկերությունների համար է, եկեք ոչ մի բան չանենք, ասենք հեռուստա ընկերություն, քեզ էսքան, քեզ էսքան, քեզ էսքան, քեզ էսքան, որ յոլա եք գնում, մի քիչ էլ յոլա գնաք։ Եթե հեռուստա դիտողի համար է, ուրեմն պետք է ասենք հեռուստա ընկերություն։ Այս արտադրանքը պետք է հասնի հեռուստա դիտողին։ Եթե դուք չեք կարողանում հեռուստա դիտողին հետաքրքրել, ուրեմն մեր գումարը նպատակին չի ծառայում։ Ստեղ ամբողջ խնդիրը։ Եվ այո, դա կանոնադրության մեջ պետք է ֆիքսվի։ Մենք կարող ենք խմբագրել կանոնադրության մեջ այդ հատվածը ներառել իհարկե, որ հաշվետվությունների մեջ պետք է հաշվի առնվի այդ մասը։ Սա մեր ընկալման բնականաբար առաջին հերթին շահառուն հեռուստադիտողն է։ Այսինքն այս փոփոխությունները արվում են, որպեսզի համապատասխան բովանդակության քանակը հեռուստաալիքների կողմից հեռարձակվող եթերի ավելացվի։ Այսինքն շահառուն հեռուստադիտողն է։ Բայց նաև չեմ ուզում թաքցնել, որ բնականաբար սրանից օգտվելու են նաև հեռուստաալիքները։ Կառավարությունը դեմ չէ, բայց հեռուստաալիքները պետք է աշխատեն, որ օգտվեն։ Եթե դա արդյունավետ տեղի չունենա, ըստ վարչապետի պետք է լինի հաշվետվության մեխանիզմ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով պետք է կարողանալ ցույց տալ գումարը ծախսվել է, ինչ է ստացվել եւ հանրությունն էլ պետք է դա զգա։ Այսօր հազարավոր մարդիկ անդադետ են բողոքում, եթերի որակից են բողոքում եւ այլն եւ այլն։ Նշանակում է առնվազն այդ բողոքները պետք է նվազեն։ Այդ որպեսզի բողոքները նվազեն, պետք է մարդիկ դա դիտեն եւ գոհանան իրենց դիտածից։ Նախագծով առաջարկվում է ստեղծել 7 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ, որի ցանկը կհաստատի վարչապետը։ Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների կտրվի վերահսկողական գործառույթը։ Նախարար Հայրապետյանի խոսքով կարող են խմբագրել կանոնադրությունը։ Կառավարությունը որոշումը ընդունեց լրամշակմամբ։ Նիստի ավարտին կառավարությունը հաստատեց Հայաստանի ազգային agrարային համալսարանի ռեկտորի Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքը։ Առաջիկա 5 տարում ԲՈՒՀ կղեկավարի տնտեսագիտության թեկնածու դոցենտ Հրաչյա Զաքոյանը։ Մայա Խաչատրյան, լուրեր։